Ողջույն բոլորին, սիրելի հեռուստադիտողներ։ Հարսնաձորի լեգենդը սերիալում իրադարձությունները զարգանում են այնպիսի արագությամբ, որ շունչ քաշելու ժամանակ չի մնում։ Այսօրվա անոնսը պարզապես ցնցող է, քանի որ մենք տեսնում ենք, թե ինչպես է սուտը դառնում կործանարար զենք, քանդելով մարդկային ճակատագրեր ու ընտանիքներ։ Ամեն ինչ սկսվում է Արմոյի հերթական ստոր քայլից։ Նա զգալով Վռամի թույլ կետը հյուսում է իր ստերի նոր շարանը։ Արմոն Վռամին ասում է, թե իբր փախուստի ժամանակ Հայկը նեղացրել է Նարեին, փորձել է խաղալ նրա պատվի հետ եւ իրեն ավելորդություններ է թույլ տվել։ Պատկերացրեք Վռամի վիճակը։ Նրա համար քրոջ պատիվը ամեն ինչից վեր է, սա հավասարազոր է մահվան դատավճռի։ Վռամը կատաղում է, նա հունից դուրս է գալիս եւ կայացնում մի սարսափելի որոշում։ Նա ձայնային հաղորդագրություն է ուղարկում Նարեին, որտեղ հնչում են մահացու խոսքեր։ Այս հողի վրա ապրելու է կամ մեր, կամ Հայկի ընտանիքը։ Սա իլևս սպառնալիք չէ, սա բացահայտ պատերազմի հայտարարություն է։ Նարեն լսելով սա, պարզապես պաղում է սարսափից։ Նա վերջնականապես համոզվում է իր սարսափելի կասկածի մեջ, որ հենց Վռամն է սպանել Վարոյին։ Նա այդ ձայնայինը լսեցնում է Սոնային, որպես անժխտելի ապացույց, բացատրելով, որ հենց եղբորը մարդասպան դառնալուց փրկելու համար է ինքը ստիպված ամուսնանում Արմոյի հետ։ Այս բացահայտումը Սոնայի համար դառնում է կյանքի ամենամեծ հարվածը։ Նա շոկի մեջ է եւ հանկարծակի սթափվում է։ Սոնան հասկանում է, որ այսքան ժամանակ սխալ մարդու է սիրել, սխալ մարդու կողքին է եղել։ Նա չի կարող եւ չի ուզում այլևս մնալ մի տան մեջ, որտեղ մարդասպաններ են ապրում։ Սոնան կայացնում է իր կյանքի ամենածանր, բայց երևի թե ամենաճիշտ որոշումը՝ ընդմիշտ եւ անվերադարձ հեռանալ այդ տանից ու Վռամի կյանքից։ Արդյոք սա վերջակետ կդնի նրանց հարաբերություններին, թե Վռամը կփորձի հետ բերել նրան, այս անգամ արդեն իսկապես կորցնելով ամեն ինչ։ Մինչդեռ Վռամը չիմանալով, որ իր ընտանիքը քանդվում է, գնում է Լալայի հետ հանդիպման։ Տեսարանը սկսվում է շատ ջերմ ու հուզիչ։ Լալան գրկում է եղբորորդուն, լաց լինում, խեղճ ձևանում, բայց մենք դիտողներս գիտենք Լալայի իրական դեմքը։ Նա վարպետորեն օգտագործում է իր արցունքները որպես զենք։ Նրա նպատակը ոչ թե եղբորորդուն սիրելն է, այլ նրան Սաքոյի դեմ տրամադրելը։ Լալան ուզում է Վռամին դարձնել կույր գործիք իր ձեռքում, որպեսզի վերջնականապես քանդի Սաքոյի հիմքերը։ Վռամը, ով արդեն իսկ հուզականորեն ծանր վիճակում է, հեշտությամբ ընկնում է այս թակարդը, բայց ամենածանր շրջադարձը սպասվում է Հայկին։ Նա վերջապես նորություն է իմանում Վարոյի սպանության մասին եւ այդ նորությունը ուղղակի ցնցող է։ Կոնկրետ փաստեր են հայտնվում, որ այս ամենի թիկունքում կանգնած է ոչ թե Վռամը, այլ հենց Արմոն։ Հայկը սկսում է հասկանալ, որ այս ամբողջ ընթացքում իրենց բոլորին մատների վրա խաղացրել է Արմոն, մեղքը բարթելով ուրիշների վրա։ Սիրելի հետևորդներ, սա իսկական փոթորիկ է։ Դուք ինչ եք կարծում։ Հայկը կհասցնի ապացուցել Արմոյի մեղքը, նախքան Նարեն կդառնա այդ մարդասպանի կինը։ Եվ արդյոք Սոնան կվերադառնա, եթե իմանա, որ Վռամը իրականում մարդասպան չէ, թե նրանց միջև այդ անդունդը արդեն անդառնալի է։ Գրեք ձեր տեսակետները մեկնաբանություններում, բաժանորդագրվեք ալիքին եւ սեղմեք զանգակը, որպեսզի բաց չթողնեք այս լարված պատմության հաջորդ սերիաների բացահայտումները։ Կհանդիպենք շուտով։